Դերասան Երևանի նախկին քաղաքապետ, նորույթ ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Փաստինֆոն տեղեկանում է, որ Մարությանը 29 անշարժ գույք է հայտարարագրել, որոնք համատեղ սեփականություն են համարվում։ Անշարժ գույքի մեջ ներառված են հողամասեր, բնակարաններ, ավտոկայանատեղիներ, անհատական բնակելի տներ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ։ Առավել հետաքրքրական է, որ 29 անշարժ գույքից Հայկ Մարությանի միայն 2 գույքն է Հայաստանի Հանրապետությունում գտնվում, այն է բնակարան Կիևյան փողոցում և բնակելի տուն Արաբկիրում։ Մնացածը գտնվում են Չեխիայում ու Ավստրիայում։ 2023 թվականի դրությամբ Մարությանը չի ունեցել ոչ մի գույք Երևանում, փոխարենն ունեցել է 1 վարձակալած բնակարան Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Շարժական գույքի 8 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույքի մասին տեղեկատվություն Մարությանի հայտարարագրում առկա չէ, փոխարենը նա ներկայացրել է իր եկամուտների մասին, որոնք ևս բավականաչափ հետաքրքրաշարժ են։ Ջակեսովա Եվայից Մարությանը նվիրատվություն է ստացել 80,000 եվրո, գույքի վաճառքից ստացել է 7 միլիոն 200 հազար չեխական կրոն, իսկ գույքը վաճառել է Պետեր Սրպին։ Մարությանը գույք է վաճառել նաև ոմն Կարինե Խաչատրյանի, որից ստացել է 65 միլիոն դրամ։ Վերջինս ունի նաև Շահաբաժին ԱԱԱ Projects սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որից ստացել է 17 միլիոն 79 հազար 334 դրամ և 6316 դոլար։ Մարությանը նաև վարձավճարներ է ստացել մի շարք անձանցից 2 միլիոն 6 հազար 427 չեխական կրոն և 34 հազար 671 եվրո։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին նա ունեցել է 76 միլիոն 124 հազար 275 դրամ, 2 միլիոն 646 հազար 965 չեխական կրոն, 122 հազար 733 եվրո, 154 հազար 673 ԱՄՆ դոլար։ Իդեպ նշենք, որ իր նախընտրական ծրագրով Հայկ Մարությանը պայքարում է կոռուպցիայի, օլիգարխիայի, անարդարության ուրացման դեմ։